Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ խաղաղության համար կամ երաշխիք եւ դա երրորդ երկիրը չէ, խաղաղապահները չեն, այլ այն բոլոր ստորագրվող համաձայնագրերը, որոնք ձեռնտու են եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Եվ հետեւաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Ես նշեցի արդեն, խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենական հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերված են, հրապարակված է, ստորագրված է, բայց կան հարցեր նաեւ, որ երկու երկրները չեն համաձայնվում, հա։ Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է։ Մենք չունենք անգամ համաձայնությունների մասին, որ Հայաստանի սահմանադրությունը կամ Ադրբեջանի սահմանադրությունը, որը ըստ մեզ ենթադրում է որոշակի ակնարկներ կամ սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է, բանակցային օրակարգի հարց է եւ հետեւաբար մենք եւ Ադրբեջանը մեր հետագա հանդիպումները եւ կամ հետագա բանակցությունները նվիրենք այս թեմային։ Չկա այդպիսի բան։ Արձանագրել ենք, որ մենք այստեղ չունենք համաձայնություն։ Շատ լավ։ Ինչ անել ունեմ սրա հետ։ Ադրբեջանը ասում է, որ լավ, չեք կիսում այս մեր մոտեցումը, չեք համաձայն, շատ լավ։ Մենք էլ մեր կողմից չենք ստորագրում օրինակ բանը, կամ առաջ չենք գնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով, հա, չէ՞ ավարտի չենք բերում այդ գործընթացը։ Դե մենք էլ ասում ենք իզուր եք այդպես անում, դա չարժի, եթե շատ երկար պատմությունը համառոտ ասենք, բայց դե նայել իրենց դիրքորոշումն։ Հիմա ուրեմն այս կտորով համաձայնություն չկա։ Թուրքիայի հետ Հայաստանն ունի ինտենսիվ երկխոսություն, նախարար Միրզոյանը մեծ լավատեսություն ունի, որ աստիճանաբար կարող են շոշափելի արդյունքներ գրանցվել։ Իհարկե բոլորս հասկանում ենք եւ ես սկսեցի դրանից, որ բացը այդտեղ է, բացը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է եւ բացը փակ սահմանն է։ Հիմա այդ բացը պետք է լրացվի։ Սա է պակասում։ Արդեն լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Միրզոյանը մեկնաբանել է Ալիևի ձևակերպումը Սևանի մասին, սակայն ըստ նրա միևնույն է սա կառուցողական ձևակերպում չէ եւ չի տեղավորվում խաղաղության նարատիվի մեջ։ Ձևակերպումը այդպես է, չէ՞, ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյուղչա։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալիևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյուղչա։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, հա, բանի մեջ, խաղաղության նարատիվի։ Ես էլ կարող եմ ասել, կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որտեղ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի եւ հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Խոսենք կենտրոնական իրական Հայաստանի իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին, ասում եք կառուցողական նարատիվներ, քայլեր, գնահատականներ, լավ, բայց մյուս կողմից եկեք նայենք իրականում ինչ կա։ Կա ստորագրություն Ալմատայի հռչակագրով սահմանների փոխադարձ ճանաչման եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ իմ համար որպես կառավարության անդամի սրա կշիռը անհամեմատ ավելի մեծ է։ Կա հայկական Հայաստան ուղևորվող բեռների անցում Ադրբեջանի տարածքով ադրբեջանական երկաթուղով։ Իմ համար սա անհամեմատ ավելի ծանր կշիռ ունեցող երևույթ է եւ քայլ։ Azərbaycanlılar heç vaxt separatizm xəstəliyinə düçar olmamışlar։ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. Գյոյչայի մասին Ալիևի հայտարարությունն ունի մեկ այլ կարևոր նշություն, իսկ որտեղ հնչեց այդ միտքը։ Ալիևն այդ հայտարարությունն արեց Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը։ Սա մի կողմից ակադեմիայի կարևորության շեշտումն էր, մյուս կողմից գիտական հանրության առջև դրվող պետական խնդիր։ Ի հակակշիռ Հայաստանում այս իշխանությունը տանում է գիտությունների ազգային ակադեմիայի աստիճանական լուծարման process։ Նոր օրենսդրական կարգավորմամբ ակադեմիային տրվում է շարքային ՀԿ-ի կարգավիճակ, որը միջանկյալ քայլ է լինելու լուծարման ճանապարհին։ Ինչն է քաղաքակրթական մրցակցային առավելություն տալիս պետություններին՝ գիտությունը, այդ թվում ակադեմիան, օպերան, մշակույթը, կոնսերվատորիան, մատենադարանը, Էջմիածինը, Արոնյանը, Մխիթարյանը, սպորտը, կինոն եւ նման այլ բաներ։
Ակադեմիական քաղաք ուտոպիստական ծրագրի տակ քանդում են Հայաստանի քաղաքակրթական մրցակցային ռեսուրսը, որը ստեղծվել է բոլոր ժամանակների հայկական էլիտաների ջանքերով, ռուսական կայսրության, օսմանյան կայսրության, խորհրդային միության, եվրոպական միության, արևմուտքի, արևելքի հայկական մտքի եւ բազմաթիվ սերունդների ջանքերով։ Այս իշխանությունն իրոք չգիտի, թե ինչ է եւ ինչ ներդրում է ունեցել եւ ինչ արժեք ունի Գիտությունների ակադեմիան, կոնսերվատորիան, օպերան եւ այլն եւ այլն։ Սրանց համար դրանք շենքեր են։ Իրականում այս իշխանությունն ու Ալիևը համատեղ ստեղծում են Հայաստանի 4-րդ Գյոյչայական հանրապետությունը, որը բացի կենսական տարածքների կորստից պետք է դառնա քաղաքակրթական մրցակցային առումով առանց ներուժ անպիտան մի բան։ Մնում է մեր որոշումը, որպես 35 տարի անկախ Հայաստանում ապրած սեփական կենսագրությունն այս երկրի հետ կապված մարդկանց կտրուկ հրաժարվել մեր վզին փաթաթվող մեր երկրի մահվան այս դատավճռից։ Այս ձևակերպումն ու վճռականությունը պետք է տեսնենք իշխանության հայտ ներկայացնող քաղաքական ուժերից եւ հոսանքներից։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Չարմազանովը Նիկոլ Փաշինյանի պնդմանն է արձագանքել, թե իրենք պատմություն են ստեղծում։ Նիկոլ Փաշինյան, պատմության սպառումով դու ես զբաղվել, որ հայ ազգի հաղթանակը մսխեցիր ու պետությունը տանում ես ադրբեջանացման, ընդգծել է Շարմազանովը։ Փաշինյանն ասում է, որ պատմությունը կամ սպառում են, կամ ստեղծում։ Ավելին, նրա կարծիքով վերջին 2 տարվա ընթացքում պատմություն է ստեղծում։ Սա ասում է մի պաշտոնյա, ում ապաշնորհության ու անկարողության հետևանքով Արցախը հանձնվել է, 120,000 արցախահայեր ենթարկվել են էթնիկ զտման։ Հայաստանի Հանրապետության տարածքի 240 քառակուսի կիլոմետր օկուպացված է։ Եթե սա պատմության ստեղծում է, ուրեմն ազգային խայտառակության ստեղծում է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային գործոն պետությունից վերեացվում թուրք-ադրբեջանական ֆիլիալի։ Ազգի ու պետության հաղթանակած պատմությունը դեն են նետում, փոխարենը բերում են վիլայեթացում, այս ամենն անվանելով պատմության ստեղծում։ Փաշինյան, պատմությունը գրում են հաղթողները, իսկ դու ու քո թիմը պարտության մարմնավորում եք։ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը դատարանը մերժել է, երկրից բացակայելու արգելքի խափանման միջոց չկիրառվեց, միայն գրավի միջոցն է կիրառված, պարզաբանեց նրա փաստաբանը։ Հայաստանի 3-րդ նախագահի գործով հրավիրվել էր հրատապ նիստ քննարկելու դատախազի միջնորդությամբ նախագահի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Դատախազը իբրև օպերատիվ տվյալներ է ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը։ Բայց ի՞նչ մեկնաբանություն բդելնի, ասինքն ձեզ թվում է, թե ես նման եմ մարդով կարա փախչի։ Դա մեկնաբանություն է արդեն։ Դա մեկնաբանություն չէ, դուք ինքներդ պետք է իմ փոխարեն մեկնաբանեք։ Ես որտեղից եմ փախել, որ ստեղից փախնեմ։ Դրա համար ուզում եմ հասկանալ։ Ես ասեցի, որ նույնիսկ եթե ես վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ խաղ, ես իմ երկիրն է, ես իրանց երկիրը չէ, իմ երկիրն է, ես իմ երկրից ուր պետք է փախչեմ։ Ինչ օպերատիվ տվյալներ, այդ օպերատիվ տվյալներով ես արդեն փախած պետք է լինեի վաղուց։ Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին նաև, թե իրական է համարում իշխանության պնդումները, որ խաղաղությունը գալիս է Հայաստան։ Ես չեմ տեսնում խաղաղություն։ Պարոն նախագահ, այսօր Չեմ տեսնում, ուղղակի չեմ տեսնում։ Մոսկվան ձգտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրադրության կայունացման, նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքով Ռուսաստանի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում շատ զգալի է։ Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանը արել է ամեն ինչ իրավիճակի կայունացման համար, վահա վերջապես խաղաղությունը եկել է տարածաշրջան։ Զանգեզուրի միջանցքը եւ Հյուսիսարև տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ, հայտարարել է Շոյգուն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստից հետո։ Ես կարծում եմ, որ Զանգեզուրի միջանցքը եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են Ադրբեջանը դրա տարածաշրջանի հետ կապելու եւ երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար։ Էկզոտիկ է այդ ճանապարհն անվանել Թրամփի ուղի։ Հյուսիս-Հարավ միջանցքը կապում է Խորը Հարավի նավահանգիստները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի եւ Հյուսիսային ծովային ճանապարհի հետ։ Եվ դրանում ոչ մի վատ բան եւ մրցակցություն չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կշրջանցի կամ շուրջը տանի, չկա։ Ռուսաստանը հսկայական երկիր է, բարձր զարգացած տրանսպորտային ցանցով եւ ցանկացած ճանապարհ միշտ լավն է։ Միացյալ Նահանգներում դեմոկրատները երեքշաբթի հաղթել են նահանգապետերի եւ քաղաքապետերի ընտրություններում Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնը վերջնից 10-ից ի վեր առաջին խոշոր ընտրություններում։
Նյու Յորքում 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին հաղթել է քաղաքապետի ընտրություններում, իսկ Վիրջինիայում եւ Նյու Ջերսիում դեմոկրատներ 46-ամյա Աբիգեյլ Սփամբերգերը եւ 53-ամյա Մայքի Շերիլը հաղթել են նահանգապետի ընտրություններում համապատասխանաբար մեծ առավելությամբ։ Դեմոկրատները եւս մեկ հաղթանակ են ապահովել Կալիֆոռնիայում։